Բերեցին, բայց Լուսինե ջան, նույնիսկ այդ իշխանապողության օրակարգով իրանք այն ամենաթեժ ժամանակահատվածին, երբ որ այո, անվստահության նախագիծ չէին բերել էին հայտարարության տեքստ։ Հիմա ով է ճիշտ ասում, ով է սուտ ասում։ Հիմա պարզա, որ պետքա արդարացվի իրանց դահլիճում լինել եւ այդ արդարացումը առավելևս ապրիլի 24-ի մոտակայքում այս ձևով է պետք անել, բայց զգուշացնում եմ, չափերը չանցնեն, պատասխանը տեղում է լինելու եւ պատասխանը լինելու է ընտրության միջոցով, պատասխանը լինելու է վերաբերմունքի միջոցով եւ արձագանքների միջոցով։ Չէ, իրանք ոչ թե չեն ուզում մենք գնանք, իրանք չեն ուզում իշխանություն վերցնեն եւ իրանք որտեղ գիտակցում են, որ իրանք դա չեն կարող անել, նախ չեն ընտրվի, իրանք գիտեն, այս հիմա այս իրար մեջ այդ ճակերտավոր գզվրտոցը, հա, ներողություն եմ խնդրում այդ բառի համար, որովհետեւ մեկին չեմ ուզում վիրավորել, հա, այդ վեճը, այդ բանավեճը, որ կա գոյություն ունի, այդ ինչի մասին է։ Այս ամեն ինչը ես երեք ելույթի ժամանակ ասի, հաջորդ ցուցակում հայտնվելու, հաջորդ ցուցակներում հայտնվելու մրցույթը ընդդիմադիր սկսված է, բացված է։ Այսինքն հիմա պետք է ցույց տան, որ իրանք չես տեսնում, որ դուրս են գալի падգամավորներ կան, որ անդիկեն այս բանից են խոսում, չես հասկանում, ինչի համար ասում, ում համար ասում, ոչ, ես 10 հատ ելույթ եմ ունեցել, բա ես հարցեր եմ տվել, բա ես պետք է մասնակցեմ, կամ այդ գալ կնոպկա սխմելը սենյակից դուրս գալի, ինչի համար է արվում, որովհետև Ռոբերտ Քոչարյանը իմ ունեցած տեղեկությունով ջղայնացել է վրաներ ասել է խիչ եկեք ում նիստերի, բա որ հարց բարձրանա բան մանդատից զրկելու կամ եթե դա էլ տեղի չի ունեցել առնվազն աշխատավարձ ստանալու համար եւ նիստի չգալու համար գալ կոճակը սխմել եւ տեսեք օրվա մեջ կարող լինի երկու անգամ գրանցում դահլիճում չլինեն հենց ասում գրանցումա որպեսի բա sense կգան sense կսխմում է sense կամազ դուրս են բայց արժան չէ որովհետեւ նախինում նախորդաշրջանում երբ չէին մասնակցում նիստերին դուք ինձ բացակայությունների համար իրենց արդեն հարցն էիք բարձրացնում падգամավորական մանդատից զրկելու հիմա գալիս են գոնե կնոպկան սեղմում է որ ներկա ստանան այդ բանից չզրկեք լավ ուզում եմ հասկանամ բայց սկզբունքայնություն պետք է լինի թե չպետք է լինի հիմա մենք դուրս են գալի փողոցային պայքար հիմա մենք վերադառնում ենք դահլիճ մեր սեփական օրակարգով հիմա մենք մասնակցում ենք ընտրություն բաներին նիստերին բայց դահլիճում չեն կլնում լավ գալիս ենք, բայց հարց ու պատասխանին չեն գալիս, բայց այս ինչ է, ուզում ասեմ, իրանք կներեք, էլի ինձ միշտ հետաքրքրել, հիմա որ գնան ընտրությունների, նոր ընտրությունների ժամանակ, գնալու են ասելու են մեզ ընտրեք, բայց մենք դահլիճ չենք գետալու, եթե ընդդիմություն լինենք, հա? Պարոն Սիմոնյան, քաղաքացիական պայմանագիրը, խմբակցությունը Նիկոլ Փաշինյանն հեռացնել ընդդիմության կողմից ձեր խնդիրը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, որը չի հաջողում ընդդիմությանը։ Չէ, մեր խնդիրը այն է, որ մենք նորմալ ընդդիմություն չունենք, որտեղ իշխանությունը, որը որ նորմալ ընդդիմություն չունի, խնդրեմ է, վատ է։ Այդ լճացումը եւ դա խնդիրներ առաջացնում հենց իշխանության ներսում նորմալ ընդդիմությունը լինի քննադատող միշտ ասում եք նորմալ ընդդիմությունը ո՞րն է ինչ պիտի որ գա աշխատի հենց հարցադրումները չէ գիտեք լինում է այո լինում է ոչ եղել է նույնիսկ այս գումարման ժամանակ նախ եթե անենք այն 2 տարին որ չեն եկել ու այն 1.5 տարին որ կիսատ հիմա ապարատ գալիս են ու այն կես տարին որ հանձնաժողովների ղեկավարների եւ ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը չեն վեսել նույնիսկ այս պարագայում եղել է բան որ առաջարկել են եւ մենք ընդունել ենք եւ իրանք էլ են արձանագրել